Так, ընկերներ ողջույն, մատցենց բան ենք որոշել, ես ու իմ ընկեր Էդոն Թումանյան։ Բարև ձեզ։ Հրիվեց այս ընտրություններից հետո sense խառը վիճակներ են մոտներս, չքնած հոգնած, նա որոշել ենք, որ այսօր նախագծել ենք նկարելու, նախկինում ես ունեցել եմ ոդկաստ նկարել ենք իմ ընկերների հետ, նմանատիպ փորձ ունենք, համել մենք նաև գոլեգաներ ենք, երկուսս էլ մասնագիտությամբ ռեժիսոր ենք, բայց sense կյանքային բան ենք որոշել անել, ու հիմա ամենաակտուալ հարցը, որի մասին կուզենամ խոսել, այսօր ինչի մասին մեր ամբողջ հանրությունը հիմա մտածում է, այս ընտրություններից հետո արդյոք ընդդիմադիր ուժերը պետք է վեկալեն այդ մանդատները, թե ոչ։ Ես ունեմ կարծիք, դա ֆունդամենտալ կարծիք է, ես գտնում եմ, որ ոչ։ Էդ ջան, դու ինչ կասես դրա։ Ես էլ եմ մտածում, որ ոչ, անդրադարձել եմ մի քիչ երկար, բայց կարճ ասեմ, եթե դու Նիկոլին համարում ես հայրենիքը ծախած մարդ, 300,000 ադրբեջանցուն Հայաստան բերող մարդ, դու պետք է մանդատդ վերցնես գրանան ասես պարոն Փաշինյան, չարժի մանդատ վերցնեն, չարժի գնալ միտեղ, որտեղ քեզ ախրանայով հանել են դուրս շպրտեն դահլիճից, ու վերջի տարիների փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունը ոչինչ չի կարողացել անի, բացի վարկաբեկվելուց։ Լավ, այդ դրա բարոյական կողմը, ես դրա հետ համաձայն եմ։ Նու իրավաբանները հիմնականում ասում են, որ անգամ այն պարագայում, երբ որ չվերցնի ընդդիմությունը մանդատները, ապա այդ անգամ այդ պարագայում հանգիստ կպնկարա ձևավորի կառավարություն, գնան այնտեղ աշխատեն, բոլոր որոշումները միաձայն ընդունեն, բայց դե մեջ շատ կարևոր նյուանս կա, այսօր Կարապետյանն Արեգն էր տեսանյութ հրապարակել, որ այդտեղ ասում է, որ եթե ԲՀԿ-ն այդ 4%-ի շեմը գերազանցեց, այդ պակասող 60 ձայները, այդ թվում նաև արդեն 4 ընտրատեղամասի վերահաշվարկով վերևում է, որ 120 ձայն ավելում են մարդիկ, որ հիմա իրանք էլ կանցնեն, ասում է այդ դեպքում մենք դատախազ ընտրելա, չգիտեմ, այնտեղ մի քանի համանդրական պաշտոններ կան, որի համար ազգային ժողով են ընտրվում, համանդրական դատարանի դատավորներ կամ վերաքննիչ կամ չգիտեմ, վճռաբեկ դատարանի դատավորներ, այդ դեպքում ասում է ԿՊ-ի ձայները չի հերիքում, բայց հիմա ես ինքս էլ եմ մտածում, որ ավելի լավ է կոպիտ ասած չգնալ այդ քայլին, որ տղա մնալ միջև վերջ ու բոյկոտել, ձևով բոյկոտել, ոչ թե վերցնել ու նոր բոյկոտել։ Հիմա հարցը ստեղ է, ամեն պայքարի իմաստը որն է, դատախազ ընտրել չընտրելը, ազդեցություն ունենալ թե չէ, այդ թվում այսինքն 3 կողմերն էլ չեն կարող վստահ ասեն, իշխող ուժը իրանց ներսի մարդկանց վրա ինչ ազդեցություն կունենա, քվեարկության ժամանակ ոնց կքվեարկեն, որովհետև փորձը ցույց է տվել, որ լիքը մարդ գնացել է այն կողմ, փորձը ցույց է տվել զոհված Եղամ Նազարյանը, անունը չի հիշում, գնացել այն կողմ, լրիվ sense փոխվել է, էլի, այսինքն Համասեր հիմա 8 ամսական հղի լինես։ Հա, այսինքն հիմա կարա այդ սցենարը ոչ մեկ չի կարա բացառի, որ չի կարա լինի։ Դրա համար այդ պատճառով իմ անձնական կարծիքն է, պետք է մանդատները չվերցնել, պետք է այսօրվանից, երեկվանից սկսած պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Իմ ընտրությունները Ես երեք ճիշտ ասած նաև այդ առաջարկներ արեցի, որ քանի որ ուժեղ Հայաստանի հետ այնպես կոնկրետ աֆիլիացված այդ թիմից եմ, այդ քաղաքական թիմից եմ, այդ առաջարկներն արեցի, որ պետք է զբաղվել կուսակցաշինությամբ, այսինքն տարածքային կառույցները նորմալ աշխատացնել, այն որ կոպիտ ասած սոցիալական մինաներ դնել եւ նաեւ պատրաստվել թիմ ընտրությունների, քանի որ արժևում է հոկտեմբեր ամսին, այդ ջան, մենք Հայաստանի տասնյակից ավել, եթե չեմ սխալվում, համայնքներում թիմ ընտրություններ է խոշորացված, այդ թվում նաեւ մասից խոշորացված համայնքում, որտեղ այս վերջի 3 ամիսը ծավալել եմ մեդիայի աշխատանքը, իրականացրել եմ Արարատի մարզում իհարկե ավելի ուշ Հիմա ես ինքս էլ եմ կարծիքին եմ, որ պետք է մանդատները չվերցնեն։ Նայ նույն այդ բանը ինչ եղավ, Հայաստան դաշինքը, անցած դաշինքի անունը ոնց էր, չեմ հիշում։ Էլի Հայաստան դաշինքը մանդատները վերցրեց, իր գրասենյակները փակեց, ու առնվազն այն գրասենյակները, որոնք որ իմ աշկով տեսանելի են եղել տարբեր համայնքներում, որ գրասենյակ են ունեցել, փակեցին, գնացին տներով, եկան վերադարձան, ունեցան խայտարակ արդյունքը։ Եթե նույն կերպ պետք է ներկայիս ընդդիմության առաջնորդները անեն լավ բանի չի բերելու։ Բացի այդ թիմ ընտրությունները Մասիսում մնացած խոշորացված տեղերը մենք ունենք Երևանի սպասվող քաղաքապետի ընտրությունները, որ ունենք հրաշք քաղաքապետ Ավինյանի պես, որը 9%-ից քաղաքապետ է իդեպ, թե ինքն էլ ոնց դառավ, դա արդեն ուրիշ կինո է, բայց հարգելի հետևորդներ ջան, հարգելի ընկերներ ջան, նաև խնդրում եմ ձեզ, հեսա ես մեր բանում մեկնաբանությունների դաշտում կդնեմ նաև մեր YouTube-ի ալիքի լինկը, խնդրում եմ ձեզ նաև բաժանորդագրվեք մեր հայկական մեդիա YouTube-ի ալիքին, այդ արի շաբաթը մի քանի անգամ ցես նկարենք միջև անցնենք ոդկասթային տարբերակին։ Պետք է այս ամեն ինչը անել, ես էլ եմ քո հետ համաձայն, ինչի է պետք, որովհետև շատ մարդիկ կան, որը շփվել եմ այս քարոզարշավի ընթացքում, ես էլ եմ մասնակցել, ակտիվ մասնակցություն եմ, շատ մարդիկ կան, որ խաբված են։ Իհարկե, հիմա sense փոքր բաներով շատ մարդկանց տեղեկությունը հասնում, որովհետև մարդիկ նախկինների
ներկաների, մյուսների մեջ տեսնում եմ միշտ խաբեբայություն, բայց մարդիկ կան, որ նույն մեր ասածը հասնում է տեղ, փորձում են, նայում են, հասկանում որ ճիշտ են Ինչ խոսք, մեկ էլ մի բան էլ այդ քպեական ֆեյքերին, մեկ էլ ուրիշների, մեծ տակը հանգած չփլնգ այդ բանթանը, դեք արդեն կրել եք։ Աստված ձեր հետ, չէ՞։ Հետո հիմնականում ֆեյքերի մասով էլ ասեմ, թողում են, օրինակ ինձ ֆեյքերը որ մտնում գրում են, օրինակ Արարատը երբ է ձեր սարը եղել բան, միշտ հետևից գնում են ֆեյքի, անպայման մի հատ ադրբեջանցի ակտիվ օգտատեր է լինում իրան ընկեր, ու այդ մեծ մասը հայերը չեն գրողները, այսինքն ընդեղի ֆեյքերը, ադրբեջանցիները այդտեղ փորձում են եղանակ Ես ասեմ քեզ մի բան, այս վերջի քանի օրը մանավանդ մասսի դեպքերը որ եղան նոր գյուղին բնակավայրի, ուրեմն իմեջի վրա հարձակում սկսեց, մոտ 2-300 ադրբեջանական անազգանունով ֆեյքեր, անընդհատ տվեցին սկզբից որ ասա պատվիսկա են լինում ու 2.5 ժամ այդ ցաղին բլոկել են։ Որ վերացնեմ իրական։ Հետո նայեք ինչ էլ կա, որ դու բլոկում ես, քո այդ ակտիվությունները են գնում ամեն դեպքում, այդ ինձ ձեռատար գալի մի բան գրում են, հիմնական հայատարկֆուր են գրում, վատ բան են գրում, կան որ լավ բան են գրում, իրանց համար լավ բան օրինակ։ Ամեն դեպքում դու բլոկում ես, քո այդ ակտիվությունն են գնում, ու իրանց մոտ աշխատում է ավելի ուժեղ, քան մեր ստեղի հայտնի փողակները։ Մասսայաբար հարձակում են գործ։ Հարգելի հետևորդներ ջան, զիք մնացեք, լավ եղեք, փորձելու ենք խոստանում եմ իհարկե կամ չեմ խոստանում։ Ամեներվա ռեժիմը փորձենք նկարել, եթե չլինի փորձելու ենք նկարել գոնե օրը մեջով, մինչև կանցնենք արդեն ոդկասթային ռեժիմի, կունենանք հյուրեր նաև ինչի՞ չէ, խոսենք մարդկանց հետ, կշփվենք մարդկանց հետ, բոլոր սեգմենտների մարդկանց հետ, թեկուզ մեր ընկերական միջավայրից կանչենք մարդկանց դարձի։ Շատ ակտիվ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են Երևանի, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ճակատագրով, բայց ինչ որ հարթակ չկա որ գնա խոսան ընկերական շփում ունենան ու ես քո հետ փորձելու եմ այդ ապահովեմ այդպես վերջացավ կարող է հելնենք ապտոյել պատասխանենք ինչ որ մի հատ մարզ գնանք այնտեղ նկարենք ճամփ ես օրինակ մարզը շատ կուզենամ գնամ որտեվ ես ինչքան որ Երևանցի եմ սիրում Երևանը այդքան սիրում Հայաստանի ամեն մի քառակուսի մենք քանի որ ես ինքս էլ Երևանցի եմ բայց ինչ որ շատ երկար ժամանակ ապրել եմ նաև Մարզի քաղաքում այնտեղ շփումներս էլ շատ բայց պետք է հույս ունեմ որ մարզերով սիրուն պատմություններ են գոյանալու ախտերս պայմանավորվեցինք գնացին զիք մնացեք ժողովուրդ ջան կհանդիպենք տեսցեմ